Ունակ ես դուրս եմ եկել, բայց պատճառը չհասկացած պես թե ինչի մարին, որտեվ ես քանի կետ ունիմ էլի, ինձ կհասներ, բայց ինչի դուրս հանեցին, դիք չբացատրեցին։ Նոր համակարգով ընտանիքի անապահովության գնահատման արդյունքում շատերը նպաստ չեն ստանալու։ 90-ականներից մինչ օրս գործած Փարոս համակարգի չափորոշիչներն այլևս հնացած են։ Նորն այլ տրամաբանությամբ են նպաստ ստանալու հասցեականությունը որոշում։ Եվ դրանից օգտվել կարող են այն ընտանիքները, որտեղ մեկ չափահասի ամսական եկամտի չափը ցածր կլինի անապահովության սահմանային շեմից 35,875 դրամից, որը հաշվարկվել է ըստ նվազագույն պարենային զամբյուղի։ Նախորդ համակարգով մենք ունենք անապահովության միջին նպաստի չափ, որը կազմել է մոտավորապես 33,000 դրամ։ Այս նոր համակարգով մենք կոտայքի եւ սյունիքի արդյունքներով այս պայդրությամբ ունենք միջին նպաստը կազմում է մոտավորապես 82,000 դրամ, իսկ առավելագույն նպաստածող ունենք մոտավորապես 237,000 դրամ։ Անապահովության նպաստի սահմանային չափն ավելացել, բայց գնահատման մեխանիզմները փոխելուց հետո նպաստառուների թիվն է նվազել։ Համակարգն առաջինը փորձարկած Կոտայքի եւ Սյունիքի մարզերում նպաստառու գրեթե 5000 ընտանիքներից օգոստոսի 1-ի դրությամբ համակարգում մնացել է ընդամենը 1280-ը։ Գյումրիում դեռ 2 ամիս է, որ նոր համակարգով են աշխատում։ Ամբողջական պատկեր ունենալու համար 1 տարի է պետք։ Գյումրիում այս պահին նախորդ համակարգով դեռևս ունենք մոտ 6000 ընտանիք, ովքեր ստանում են ընտանեկան եւ սոցիալական նպաստներ։ Այսինքն ընտանիքները, ովքեր նախորդ համակարգով ընդգրկված են եղել, մինչև հունիս ամսվա դրությամբ, իրենք շարունակելու են 12 ամիս ստանալ։ Մեր շահառուները համակարգից օգտվելու համար պետք է մուտք գործեն e-social KDM էլեկտրոնային հարթակ, ունենան այնտեղ իրենց օգտահաշիվը, գրանցվելու համար պետք է կամ էլեկտրոնային հասցեով իրենց ունեցած գրանցվեն կամ եթե չէ, ունեն էլեկտրոնային ստորագրությունով կարող են հաշվառվել հարթակում։ Էլեկտրոնային հարթակում հաշվառում անցնելը բարդ բան չէ, քայլերի հաջորդականությունը շատ պարզեցված է, բայց շատերը, հիմնականում տարեցները դժվարանում են հետնել դժգոհում։ Փաստագրման հարցով հասնում են Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոն, առցանց հայտը լրացնելու հարցում օգնելու խնդրանքով։ Եթե ես 60 եմ համար դժվար է, ավելի տարեցների համար ավելի դժվար է։ Մենք իրավունք չունենք որևէ մեր անձի փոխարեն դիմում լրացնել։ Մենք չունենք այդ իրավասությունը, այո, իրանց անձնական գաղտնիությունը եւ սայտերի գաղտնիությունը ապահովելու համար։ Համակարգը աշխատում է ինքնաշխատ եղանակով, կցված բոլոր կառույցներից ինքնաշխատ տեղեկատվությունը հավաքագրում է եւ ունենում է այդ դիմող շահառուի վերաբերյալ մեկ ամբողջական պատկեր, որի հիման վրա որոշում է նշանակվում է անապահովության նպաստը, թե մերժվում է։ Սոցիալական աշխատողի ներգրավվածությունն այս գործընթացում գրեթե զրոյական է։ Մասնակիցները բացատրում են, որ համակարգն ինքն է մերժում այն հայտերը, որոնք չեն համապատասխանում անապահովության գնահատման նոր չափորոշիչներին, իսկ մերժման հիմքերը տարբեր են։ Համակարգ ինքնաշխատ եղանակով է մերժում, օրինակ կարող է լինի վերջին 12 ամիսների գազի սպառած սակագինը կամ եկամտահարկը, բարձր աշխատավարձը, անշարժ գույքը, անձեռներեցությամբ զբաղվելը, մեքենայի առկայությունը կարող է լինել, եթե 2014 թվականից բարձր արդարության է մեքենան։ Մերժման հիմքերը քիչ չեն, բայց որոշ դեպքերում ընտանիքները աջակցության ծրագրերում են ընդգրկվում։ Օրինակ, եթե եկամուտն ավելացել է կենսաթոշակի բարձրացումով պայմանավորված, ապա այդ ընտանիքը հնարավորություն ունի օգտվել եռամսյա աջակցությունից։ Թոշակների բարձրացումով պայմանավորված, երբ որ ընտանիքը դիմեց եւ արդեն եկամուտը կախված թե ինչքան պակաս կլինի այդ սահմանային շեմից, մենք իրենց համար եթե չդարձավ նպաստառու, բնականաբար կարող օգտվել եռամսյա դատապոկնությունից, կախված կլինի շեմից։ 9 ամիս ունի ստանալու իրավունք եւ եռամսյա դատապոկնության չափը ամսական կազմում է 20,000 դրամ, որը նույնն է, ինչ որ նախորդ համակարգով սոցիալական նպաստ է։ Միաժամանակ նոր համակարգը նպաստառու ընտանիքի չափահաս անդամներին պարտադիր առաջարկում է մեկ այլ առցանց հարթակում գրանցվել որպես աշխատանք փնտրող անձ, ինչն ըստ պատասխանատուների թույլ կտա անձի կարգավիճակն անապահովից դարձնել կայուն եկամուտ ստացող։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։